եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 11.8%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ես եթե համեմատեմ մեկ ամսվա առաջվա մեր ցուցանիշների հետ, գրեթե նույնն է մնացել, ուղղակի 0.5%-ով աճ է գրանցած, բայց դա շատ չնչին այսպես փոփոխություն է։ Հայաստան դաշինքը նշել է 4.7%-ը, այստեղ եւս փոփոխություն ունենք, սակայն բացասական -1.8% է գրանցել։ Ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է ԴՕԿ կուսակցությունը 3.5% է գրանցել եւ ունի -3.3% ցուցանիշի նվազում, բայց դա բացատրելի է, մենք գիտենք, որ վերջի կարծեմ 3 շաբաթը ԴՕԿ կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանը ձերբակալված է եւ այդ եթերները եւ այդ կոմունիկացիան բացակայում է, հետեւաբար անկումը ես կարծում եմ տրամաբանական է, որ մենք տեսնում ենք եւ քանի որ նաեւ այդ կուսակցությունից միայն Վարդան Ղուկասյանն է խոսում կամ ուշ կոմունիկացիա անում, ապա երբ որ սահմանափակված էր չի կարողանում եթեր դուրս գալ եւ չկա կուսակցության անդամներ, ովքեր որ ակտիվ որոշակի քարոզ կանեն կամ կխոսեն իր տեղը, ապա մենք տեսնում ենք այսպիսի անկում, թե հիշում եք նախորդ մեր պրեզենտացիայի ժամանակ ԴՕԿ կուսակցությունը հունվար ամսին գրանցել էր երկրորդ տեղը եւ առաջ էր անցել Հայաստան դաշինքից, բայց հիմա նորից վերադարձել է երրորդ տեղը եւ գրանցել է 3.5%։ Չորրորդ տեղում մեր մոտ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2.7%-ով, այստեղ եւս շատ չնչին, բայց կա աճ 0.3%-ով աճ կա։ Պատիվ ունեմ դաշինքը գրանցել է 2.1%, եւս գրանցելով մի փոքր բացասական ցուցանիշ 0.2%։ Եվ ամենամեծ բացասական փոփոխությունը կրել է Հանրապետություն կուսակցությունը, գրանցել է միայն 0.7%, եւ նախորդ մեր հարցման ժամանակ նրանք գրանցել են 1.8%, ունեն -1.1% իրենց 1.8%-ից։ Ազգային ժողովրդավարական բևեռը գրանցել է 0.7%, Հայաստանի Հանրապետական Դաշնակցություն կուսակցությունը 0.3%, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը 0.2%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 0.1% եւ այլ կուսակցություններ ընդհանուր գրանցել են 1.5%, ոչ մեկին նշել է 6.2%-ը, կփչացնեմ քվեաթերթիկը նշել է 4.7%-ը, դժվարացել են այս հարցին պատասխանել 24.6%-ը, հրաժարվել են պատասխանել 4%-ը եւ չեմ մասնակցել ընտրություններին նշել է 32.1%-ը։ Ինձ թվում է նշում անեմ, այս այլ կուսակցությունների մի 1.5% կա, դեք ինչ ամեն մեր հրապարակումից հետո տարբեր կալիբրի կուսակցություններ, հիմնականում փոքր, հա, կուսակցություններ, որոնց մասին մենք կարող ենք լսել 2 ամիսը մեկ կամ 3 ամիսը մեկ, բայց նրանք ավելի շատ հայտնի են իրենց կուսակցության ղեկավարի դեմքով, ոչ թե որպես կուսակցություն, խոսացող այդ քաղաքական գործչի, որոշակի պրետենզիաներ են ներկայացնում թե մեդիայով, թե մեր հետ կապվում են, որ ինչու մենք իրենց կուսակցության անունը չենք տալիս։ Դեք ինչ ես չեմ կարող մեկ սլայդի վրա զետեղեմ 104 կուսակցության մասին տեղեկատվություն, ցավոք սրտի այդ ամեն ինչը կա, մենք ունենք, եթե չեմ սխալվում, շուրջ 104 կուսակցություն, եւ քանի որ հարցը բաց է հնչում, մենք չենք ասում այս թվարկված կուսակցություններից որին եք ձայն տալու, մենք հարցնում ենք որ կուսակցության եք ձայն տալու եւ եթե նրանց մոտ կա արդեն իսկ ձևավորված վերաբերմունք, պարտադիր չի, մենք մի հատ այդ կուսակցության մասին հիշեցնենք իրեն, հետեւաբար նա կարող է արձագանքել եւ ասել եւ պատասխանները մենք ամփոփում ենք եւ ներկայացնում ենք։ Այն կուսակցությունները, որոնք կուսակցություն չէ, ասում են անձի անունը, հետո հիշում են, ասում են, հա, կարծեմ sense կուսակցություններ կա, եւ եթե նրանք նշում են 1 հոգի, հա, հարցվածներ, նրանք մենք կամ չեն նշում ընդհանրապես։ Ամեն դեպքում անգամ այդ մի հոգի նշվածները մենք ամփոփում ենք եւ այլի տակ ներկայացնում ենք, կրկնում եմ, մենք չենք կարող 104 կամ 100 կուսակցության տվյալներ բերենք, հա 0.01 եւ անիմաստ է։ Հա, ելեմ ասում,
մեր նպատակը նա չէ, որպեսզի մենք հիշեցնենք իրենց կուսակցությունների մասին, որ ընդհանրապես այս կուսակցություն կա գրանցված։ Էլ եմ ասում, երբ որ կուսակցության ղեկավարը, հա, չեմ ասում, ղեկավար մարմնի անդամները, ղեկավարը բարբերաբար, միգուցե նաև ակտիվ ելույթ է ունենում տարբեր հարթակներում եւ խոսում է, դա չի նշանակում, որ իրենց կուսակցության մասին մարդիկ գիտեն կամ հիշում են։ Հետևաբար այդ պրետենզիաները կարծում եմ, որ տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչների մոտ մեկ-մեկի այդ են գալի, ես կարծում եմ բացատրեցի եւս մեկ անգամ, թե ինչի այս պատկերը, մենք գրանցում ենք այն, ինչ որ հասարակությունը մեզ պատասխանում է կուսակցությունների վերաբերյալ, ամփոփում ենք, ներկայացնում ենք, անկախ նրանից ինչ որ մեկի դուրը գալիս է կամ դուրը չի գալիս, մշտապես սա կրկնում է։ Այսքանն էր մեր տվյալները, շնորհակալություն, թե հարցեր կա, պատասխանեմ։ Ձեր ասվածից ելնելով էլի, գուցե պետք է հարցը ձևակերպի այնպես, թե քաղաքական որ գործչին ձայն կտայք, գուցե դեպքում ծանոթները նայեք, տարբերակ է, բայց մեր մոտ ընտրություններին մասնակցում են կուսակցությունները, ոչ թե գործիչները։ Հիմա նայեք, եթե մենք ուզենանք փորձենք ինչ որ ձևով բացահայտենք, թե ովքեր կան դաշտում, բայց հարցը այդ ձևի չեն, միգուցե թե որ քաղաքական գործիչին են ճանաչում, որին են հավանում, դա ուրիշ տարբերակ է, չէ, բայց այս հարցը վերաբերվում է ընտրություններին, հետևաբար մենք չենք կարող մեկ հարց տալով պատասխանենք 15 հարցի եւ նատել ինձանենք, որ բոլորը գոհ լինեն մեր հրապարակած տվյալներն։ Մենք չենք հրապարակում մեր տվյալները, որպեսզի ինչ որ մեկը գոհ լինի կամ դժգոհ լինի։ Դա իրենց խնդիրներն են։ Եվ ես բոլորին առաջարկել եմ, ովքեր որ այդպես պրետենզիաներ ունեն, թե ինչի մեր օրինակի ամեն 0.01%-ը չկա եւ մեր հանրագրվաշտի, ես ասում եմ, եթե համաձայն չեք տվյալների հետ, մենք չենք պնդում, որ սա 100%-անոց համապատասխանում է, իրավիճակը փոփոխական է, կան այլ հետազոտական ընկերություններ, գնացեք վճարեք գումար, պատվիրեք եւ տեսեք ձեր քաղաքական լավ չասեմ ոչ ման քաղաքական ռեյտինգը տեսեք